Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հեռանում է։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։ Որոշում եմ կայացրել լքել միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը, գրել է նա։ Կիրակոսյանը նշել է, որ ցանկանում է առավել կենտրոնանալ ակադեմիական, գիտական եւ մասնագիտական գործունեության վրա, նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ Նա երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար, շնորհակալություն հայտնել պետական համակարգի բոլոր գործընկերներին, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին եւ հույս հայտնել, որ գրասենյակը կշարունակի պատշաճ եւ արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական եւ արբիտրաժային գործընթացների շրջանակներում։ Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը 6-րդ օրն շարունակում է հացադուլն ազատության հրապարակում ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող մյուս հայ գերիների։ Հանդիլյանի ինքնազգացողությունը երեկվա համեմատ լավ է։ Ազատության հետրությունն այսօր ասել է, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։ Նախորդին նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, հետազոտվել ու չնայած բժիշկների հորդորներին հրաժարվել էր դադարեցնել հացադուլն ու վերադարձել էր ազատության հրապարակ։ Հանդիլյանն այսօր ասաց, որ իր պահանջները չեն փոխվել։ Նա մարտի 1-ին հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը։ Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել իր նկատմամբ դատական ֆարսի վրա։ Ազգային ժողովն այսօր ձայների 58 կողմ 2 դեմ 17 ձեռնպահ հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունեց խաղային ոլորտի տուրքերից մեկը բարձրացնելու նախագիծը։ Նախագծի ընդունմանը կողմեր իշխանական խմբակցությունը ձեռնպահ քվեարկեցին ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների падգամավորները։ Դեմ էին քաղաքացիական պայմանագրից դուրս եկած падգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Հասլանյանը։ Խաղային բիզնեսն այժմ վճարում է շահութահարկ եւ 2 տիպի տուրք։ Տուրքերից մեկը գործունեության լիցենզիայի համար է տարեկան ամփոփող 600 միլիոն դրամ է, իսկ մյուս տուրքը հաստատուն գումար չէ, կապված է խաղադրիքների ծավալի հետ, որքան շատ են խաղադրիքները, այնքան մեծ է ստացվում նաեւ տուրքը։ Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող օրինագծով առաջարկվում է նախ 2025 թվականի համար կրկնապատկել խաղադրույքների ծավալի հետ կապված տուրքը, այսինքն ամեն 50 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար տոտալիզատորները պետք է վճարեն 100 միլիոն դրամ 50-ի փոխարեն, իսկ օնլայն կազինոները 100 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար ապրիլի 1-ից 350 միլիոն դրամ պետք է վճարեն 175 միլիոնի փոխարեն։ Հաջորդող տարիներին մինչև 2028 թվականը օրինագծով տուրքը կեռապատկվի, կքառապատկվի եւ կհնգապատկվի, եթե մինչ այդ խաղային օպերատորը չսկսի իր աշխատանքը։ Գյումրիում այս ընտրություններն ավելի մրցակցային ու լարված են լինելու, քան 2021 ընտրությունները։ Մրցակցային լինելը պայմանավորված չէ մասնակից քաղաքական ուժերի թվով։ Անդրադառնալով մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին, նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա ղեկավարած դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն էլ է մասնակցում ընտրություններին։ Սուրենյանցի խոսքով, եթե քաղաքացիները Գյումրիում չեն ուզում ունենալ ԿՊԱ-ական իշխանություն, ապա բացի ԿՊ-ից չպետք է քվեարկեն եւս 2 ուժի։ Ընտրողները, որոնք չեն ուզում ԿՊ-ի հաղթանակը, պետք է զգուշանան 2 ուժերից։ Խոսքը Եվրոդաշինքի մասին է, որ առաջադրել է Լևոն Բարսեղյանի թեկնածությունը։ Նրա դեմ անձնական ոչինչ չունեն, բայց Դաշինքի առանցքային կուսակցությունը Երևանի քաղաքային իշխանության մեջ ԿՊ-ի կոալիցիոն գործընկերն է։ Հնարավոր չէ Երևանում լինել ԿՊ-ի կոալիցիոն գործընկերը, Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Ընտրողը, որ չի ուզում ունենալ ԿՊԱ-ական իշխանություն, չպետք է քվեարկի այս Դաշինքին ու Արտյոմ Թումանյանին, որը առաջադրվել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից, նշել է նա։ Բաքվում ընթացող ճակերտավոր դատավարության ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից։ Այս մասին Facebook-յան էջում գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Սա տրամաբանական է նրանով, որ մինչ այդ իր ուղերձով Վարդանյանը տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում իրեն ընդամենը մի անգամ են հարցաքննել եւ ցուցմունքներ տալուց հրաժարվելուց հետո իր անունից կեղծ ցուցմունքներ են գրվել։ Կեղծ ցուցմունքների վրա հիմնված կեղծ դատավարություն, որը ծայրից ծայր քաղաքական է։
Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուսվածությունը նույնիսկ լուսանկարներով, տեսանյութերով է տեսանելի։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանք գտնվում են ահաբեկչական երկրում, որտեղ շարժվում են ջունգլիի կանոններով, գրել է Աբրահամյանը։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգորի Սկանդարյանի հայցադիմումը։ Այս մասին հայտնում է Ֆակտ.րմ-ը։ Հիշեցնենք, ավականուն դիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը Արմեն Ավինյանին, ով Օրագիր Նյուզի հարցախույզի ժամանակ Օպելի վարորդներին համբալ էր անվանել։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական 500,000 դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանն այսօր իր ու Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ նա հաստատել է, որ Հայաստանի զինված ուժերում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոն, ունի գեներալ-մայորի կոչում, կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։ Մանուկյանն իբր հայտարարել է, որ հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել Հայաստանի ոստիկանությունում։ Զինվորականը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան խոցվել է բայրակթարով, ինչի հետևանքով իր վարորդը վիրավորվել է, ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր այն կողմ է գտնվել։ ԿՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը կապ չի տեսնում Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու եւ Բաքվի դեմ միջազգային դատելից հրաժարվելու միջև։ Այս մասին նա հայտարարել է ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ։ Լրագրողի դիտարկմանը, թե Եղիշե Կիրակոսյանը հակադիր կարծիք է հայտնել եւ կարծում է, որ խաղաղության գործընթացին այդ հայցերն ու դրանց հետապնդելը դեմ չէ, Խանդանյանն ասաց. Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկնաբանել այնքանով, որքանով մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում, բացի այն, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել եւ որ դա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ ԿՊԱ-կանը նաև նշել է, ամենևին չէր ցանկանա առաջին եւ երկրորդ հարցերը կապել իրար հետ, որովհետև դրանք առնչություն չունեն։ 3 մարտի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Գն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել խանութի պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Շամշյան կոմի տեղեկություններով մարտի 4-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 0:50-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 2-ին Միքայելյան բժշկական կենտրոն կողերի կոտրված քաղաքտորոշման բուժօգնության ընդունված քաղաքացին մահացել է։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Անուշավան մներ։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։